չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենց իսկ ոդկին։ Պարոն Ռուբինյան, ուզում եմ նաև հարցնել մի պնդման վերաբերյալ, որ ընդդիմադիրները այս երկրորդ օրը արդեն անում են, այս փոփոխությունները, որ արվեց քաղաքացիության հետ կապված այդ ընտրական իրավունքի սահմանափակման, ասում են, որ ըստ էության նպատակը այդ հանրաքվեի հետ կապված շեմի փոփոխությանը հասնելն է, որ հետո դուք սահմանադրության բացարձակապես նպատակը մեզ ապահովագրելն է Հայաստանի չէ, ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշարք կբաժանի եւ կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Դա բաց ուղիղ նպատակն է եւ կհամաձայնեք, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման ռիսկ կա։ Պարոն Ռուբինյան, բայց արդյոք այն չափ են այլ երկրից եկել մեր եթե դուք վտանգավորության չափ կա դրա, օրենք եք դե ուրեմն դուք ձեր հարցով չեզոքացնում եք ժողիկի պնդումը, որովհետեւ եթե այդ չափով չեղե, ուրեմն ուրիշ նպատակ էլ չկա։ Այսքան եղել է, կարծում եք դա զգալի տեսեք, խնդիրը չափը չի է, կարող է եղել ազգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ՞, մենք լսել ենք, չէ՞, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշարք են տալիս, եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշարքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Էլ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության, ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Մարդու հիմնարար, այո, չի խախտվում, որովհետև մարդը, քաղաքացին, այսպես թե այնպես ունենում է ընտրելու իրավունք։ Հիմա դուք օրինակ ունեք հիմնարար ընտրելու իրավունք, բայց այդ իրավունքը որոշակի բյուրոկրատական ընթացակարգի ենթարկա է, չէ՞, դուք օրինակ չեք կարող ուղղակի զարթնել եւ գնալ ընտրության, եթե դուք գրանցում չունեք։ Դինախ գրանցում ունենաք, չէ՞, ձեր անունը արտահայտվի ցուցակները, որպեսզի կարողանաք ընտրեք։ Հիմա տեսականորեն, եթե դուք չգնաք ոչ միտեղ չգրանցվեք, դուք կլինեք քաղաքացի, որը ունի ընտրելու իրավունք, բայց թղթաբանորեն դա իրան հասանելի չի։ Հիմա նույնն էլ այս դեպքն է, ցանկացած քաղաքացի, որը այս սահմանված ժամկետում ապրած կլինի Հայաստանում, ինքը կունենա քվեարկելու իրավունք։ Պարոն Ռուբինյան, կներեք, այնքան նրբություններ փոփոխության հետ կապված ըստ էության այս պահին իշխանությունը 2/3 չունի սահմանադրությունը փոխելու համար։ Պատկերացում կա, ի վերջո ոնց եք հասնելու ձեր այս նաև նախընտրական ծրագրում ամրագրված խոստմանը։ Կքննարկենք, կհասկանանք։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով նախորդ թեմային, տեսեք, այնքան նրբություններ կա, եթե 6 ամսով եք դնում, կարող մարդ ուզում է գա, որ այդ 6 ամսվա բանը պայի, բայց չգիտեմ, տեխնիկական խնդրով այդ թռիչքը տեղի չի ունենում եւ ինքը նախատեսված այդ կեսը տարվա չի կարող Հայաստանում անցկացնել 180 քանի օր։ Տեխնիկական խնդրով կարող է մի անգամ թռիչքը տեղի չի ունենում, այսինքն հաջորդ թռիչքով կգա։ Հաջորդ թռիչքով կգա։ Փառք Աստծո, Հայաստան բազմաթիվ թռիչքներ են տեղի ունենում, նախկինի պես չի, որ մի տեղ էր թռնում եւ, չգիտեմ, շաբաթը մեկ անգամ։ Ներնել տրված է, հա, ճիշտ է, տրված է միայն կրթության նպատակով դրսում գտնվող եւ դիվանագիտական ծառայություն իրականացնողներին նրանց ընտանիքի անդամներ, այդ առողջապահական խնդիրներով երկրից դուրս գտնվողները ինչու պետք է զրկվեն։ Նարեկ ջան, դե անընդհատ կարելի է ասել, բա այս խումբը, միտքը հետեւյալն է, որ տրամաբանական կլինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը կենցաղական կենցաղային շահերի կենտրոնը Հայաստանում է, եւ տրամաբանական կլինի, որպեսզի մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից։ Հիմա համաձայն եք, չէ՞ որ կա այդ խնդիրը, երևացել է առնվազն այդ խնդիրը, չէ՞։ Հիմա մենք պետք է այդ խնդրին անդրադառնանք։ Իսկ ինչ վերաբերում է պնդում են, ասում են հակասահմանադրական է, շատ լավ, եթե պարզվի հակասահմանադրական է, սահմանադրական դատարանը կասի հակասահմանադրական է։ Բայց մենք խնդրի պետք է անդրադառնանք։ Իշխանության ճնշումների ներքո չի գտնվում, ենթադրյալ ճնշումների ներքո չի գտնվում սահմանադրական։ Բայց եթե ենթադրյալ ճնշումների ներքո է, ինչի այն ժամանակ որոշում կայացրեցին, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ազատվեց, այսինքն հոդվածը հակասահմանափոխվեց։ Չէ, դրանից առաջ էլ էր կազմը փոխվել։ Այս կազմի առնվազն կեսից ավելին այն ժամանակ սահմանադրական դատարանի անդամ էին։ Եթե դա ճնշումով լիներ, տեղի չէր ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, այն ինչ տեղի ունեցավ, կամ հակառակը, այն ինչ որ պետքա տեղի ունենար,
ունենար։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ կրկին վերադառնանք ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու այդ փուլին։ Դուք անցած 5 տարիներին ձեր ելույթները, ձեր գործելավոճը բավականին սուր եւ քննադատողական է եղել մարտության նկատմամբ։ Ես ուզում եմ հարցնել, այս դեպքում արդեն դուք ընդհանուր խորհրդարանի բնականon գործունեությունը ապահովելու ոնց որ երաշխավորը պետք է լինի։ Ես հիմա էլ եմ այդպեսին որպես փոխնախագահ։ Այդ առումով շատ բան չի փոխ։ Հա, այդպիսի մեկնաբանություններ են հնչեցնում նաև մամուլում եւ այլն, որ այդպիսի գնահատականներ հնչեցնում են որոշ թերթերի խմբագրեր, որոնք իրանք խնդիր ունեն հավասարակշռության հետ, որոնք աչքի են ընկնում անդաստիարակությամբ, բայց դա իրանք խնդիրն է։ Միջոցների վերաբերյալ ոչ կոռեկտ ձևակերպումներ է կանում։ Ես շատ կոռեկտ ձևակերպումներ եմ անում, նախ դուք չգիտեք ես որ լրատվամիջոցներին եմ ասում, բայց եթե շատ եք ուզում կարող եմ անվանական էլ ասել, բայց չգիտեմ դա ձեզ ձեռնտու կլինի թե չէ, բայց կան այդպիսի կարծիքներ հնչեցնում են տարբեր գլխավոր խմբագիրներ, որոնք ամենայն հավանականությամբ սնվում են օլիգարխների ձեռքից, որոնք զուրկ են դաստիարակությունից, զուրկ են պարզ մարդկային պարկեշտությունից, բայց ես նրանց հետ ոչինչ չեմ կարող։ Նկատեմ ձեր ներթիմային որոշումների վերաբերյալ ինչու են ըստ ձեզ, ինչու տարբեր քաղաքական։ Ես շատ իմամ, ձեր գոլեգաներն են գնացել։ Չէ, ես քաղաքական գործիչներից եմ հարցնում։ Չեմ հասկանում ձեր հարցը։ Քաղաքական գործիչների կողմից ձեր տեխնացիան հետ կապված այս մեկնաբանությունները։ Չէ, նորմալ է, բայց առաջադրվել է ազգային ժողովի նախագահի տեխնացիան, նորմալ է որ կարծիք հայտնեն։ Նորմալ չի իհարկե որ այդ կարծիքները հիմնված լինեն զրպարտության վրա, բայց ոչինչ հիմա սովորեցնենք ինչ։ Պարոն Ռուբինյան, դուք որոշեցիք առաջադրվել, թե օրինակ թիմից ասեցին, այ կարծում ենք ձեր մոտ լավ կստա։ Եվ որ փուլում եք այդ որոշումը կայացրել, այսինքն երբ որ առաջադրումները սկսվել է, թե Այո, առաջադրումների սկսելուց 1-2 օր առաջ։ Պարոն Ռուբինյան, դες մեկ հարց մի փոքր ուշմիացա հնարավոր է հնչել է, ինչ են նաև ասում են դեռ Սահմանադրական դատարանում վերջնական չեն արդյունքները վիճարկում են, բայց ԿՊ-ում պաշտոնների բաժանում են անում, ասում են ասեք հասարակ Սահմանադրական դատարանի որոշում չեն հարգում, չեն սպասում, տեսնեն ինչ վճիռ է։ Պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում, բայց թողեք պատասխանեմ, էլի։ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են թե ում որ պաշտոնին են առաջադրելու։ Իսկ պաշտոնին ոչ թե բաժանվելու է, այլ պաշտոնին ընտրելու են ազգային ժողովի падգամավորները, երբ որ գա ձևավորվի նոր խորհրդարանը։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի, բանդիմությունին չի սպասում Սահմանադրական դատարանի որոշմանը եւ քննարկում է մանդատները վերցնել, թե չվերցնել։ Իրանք ինչ գիտեն։ Չէ, քննարկում ասում են մեր ընտրողների 60%-ը ասում է վերցրեք, 40-ը ասում է մի վերցրեք, մամուլում այդ նույն ձեր սիրած մամուլում քննարկում է, այս ինչին կառաջադրեն այժմ փոխնախագահի պաշտոնին, թե չեն առաջադրի եւ այսպես շարունակ։ Եվ հաջորդը, մի վարքյան, եւ հաջորդը շատ լավ իրանք դիմել են Սահմանադրական դատարանը իր վճիռը կկայացնի, բայց մենք գիտենք, չէ՞ որ ընտրությունները արդար են անցել, թափանցիկ են անցել, մի վարքյան, հասկացանք, բայց մենք էլ վստահ ենք, չէ՞, մենք մեր աչքերն ունենք, չէ՞։ Որևէ խնդիր չկա։ Բայց եթե դուք ասում եք որ ներողություններ եք կասյան, սպասի։ Դե նայեք, մի մասու ասեմ, հա, պատասխանեմ, երկակի է իմ մոտ էմոցիաները, բացատրեմ ինչու։ Մի կողմից ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը, բառից բուն իմաստով բռնազավթել Հայաստանը եւ դնել օտարերկրյա ազդեցության տակ։ Մյուս կողմից իրանց մեջ նաեւ կան քաղաքական գործիչներ, որոնք ես կարծում եմ, որ պետք է իրենց պատասխանը ստանան, որովհետև իրանք մեզնից հեռու գնացել իրանք, չգիտեմ, տարբեր տեղերում, ինչ ասես ասել են, օրինակ այսօր եմ ես դրան անդրադարձել, կա Սերժ Սարգսյանի հանրապետական մարզպետ նախկին, որը ոչ ավել ոչ պակաս, այս վերջերս հայտարարել է, վերջին մի քանի տարվա մեջ էլի, հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ հայ սակրավորը մահանա, զոհվի, ասել է, ես ցանկանում եմ, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ սակրավորները, որոնք կմտնեն ականապատ դաշտ, պայթեն եւ այդ դաշտից կամ նրանց մարմինները հանեն կամ ժողովուրդը խանգարում է։ Մի վայրկյան, կթողեք պատասխանեմ։ Հա, սխալ չեմ մեջբերում, ուղիղ մեջբերում եմ, ու սրանից հետո ինձ չընդհատեք։ Հա, ասում է, ցանկանում ենք, որպեսզի դուրս բերեն կամ նրանց մարմինները, կամ նրանց վիրավոր մարմինները։ Հիմա ես կարծում եմ, օրինակ այդ կոնկրետ այդ մեկի դեպքում, ես չեմ ուզում ինքը գա ազգային ժողով, որտեղ ես կարծում եմ, որ հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի լինի падգամավոր։
Հիմա ես կոչ եմ անում ուժեղ Հայաստան խմբակցությանը ձևավորվելի կամ ուժեղ Հայաստան կուսակցությանը, բայց կթողեք մետ ավարտեմ։ Հիմա ես չեմ լսել բացի իրանից այդ կուսակցության մյուս ներկայացուցիչների կարծիքը այդ հայտարարության վերաբերյալ։ Կարող պարզվի իրանք ասում են չեմ, մենք համաձայն չենք։ Բայց շատ լավ, եթե համաձայն չեն, ուրեմն պետք է հայտնեն եւ Էդգար Ղազարյանին, այդ մարդուն, ասեն դիր մանդատը մի արի ազգային ժողով, որովհետեւ չի կարող մարդը, որը ցանկանում է հայ զինվորի մահը, որը ցանկանում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, չի կարող լինել պատգամավոր։ Հիմա տարբերակ մեկ, իրանք եթե հորդորեն, ես դա կգնահատեմ, կողջունեմ հրապարակայինորեն։ Տարբերակ երկուս, եթե իրանք չեն անում դա նշանակում է, որ իրանք կիսում են քաղաքական պատասխանատվությունը այդ հայտարարության։ Այն է հայ սակրավորը պետքա պայթի ականի վրա։ Իվական, ներողություն, չեմ ներում, որովհետեւ պետքա թողեք ես ավարտեմ։ Հա, ես էլ պետքա չէ պատասխան, դուք հարցը տալիս եք, որ ես պատասխան։ Հետևաբար ես չեմ ուզում նշյալ սուբյեկտը դառնա պատգամավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, էս է իրավիճակը, հիմա գալիս են, թող գան, չեն գալիս, թող չեն։ Հիմա ես էլ էլի կներես, էլի հարց եմ ուզում տամ։ Չես լսում։ Խորհուրդն իր հերթին չի դիմում Սահմանադրական դատարան։ Շնորհակալություն, որովհետև 3 անգամ փորձ արեցի։ 3 անգամ փորձ արեց։ Շնորհակալություն։ Մի ճնշեք։ Չէ, ինձ հնարավոր չի ճնշել։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, ասում եք, որ չեք ցանկանում, հա ձեր ձևակերպումները տվեցիք, չնայած որ միտքը ամբողջապես չեք։ Ամբողջապես եմ մեջբերում։ Լավ, իսկ ուզում եք, որ խորհրդարան կա պատգամավոր կամ անց ով երաբլուրում ծիծաղում է, ով ծամոն է ծամում, Սահմանադրական դատարանում, չհարգելով նաև բարձր ինստիտուտը, վերաբերմունքը, կան խորհրդարան մարդիկ, ովքեր հայոյում են, ու դա վերաբերում են, որում նաև շեշտեմ ընդդիմադիր պատգամավորների են հատվածին, ովքեր նման դրսևորումներ ունեն, փոխնախագահ դառնա մեկը, ով օրինակ ազատություն է տալիս իր մարմնի մասերին, մասնավորապես ոտքերին եւ այլն, սա որպես առաջին հարց եւ որպես մյուս անգամ էլ չընդհատեն, մի անգամից երկրորդ հարցն տամ։ Օրինակ ես ճեպազրույցից ուշացա, որովհետև Երևանում խայտարակ խծանումներ են։ Երևանում խայտարակ խծանումներ են, որովհետև օրինակ քաղաքապետարանում հաշվարկներ գուցե ճիշտ չեն արել, սա ինչ եմ ասում, որպեսզի ԿՊ վարչությունում հարցնեմ։ Այդ հարցը ընդհանրապես քննարկվել է։ Դուք օրինակ տեղաշարժվելու խնդիր ունենում եք, երբ որ աշխատանք եք գալիս, երբ որ ինչ որ մի վայրից պետք է մյուսը գնաք, օրինակ ես դեմ չեմ վերանորոգելուն բնականաբար, բայց հնարավոր չէ այդ հաշվարկները այնպես անել, որ ինչ որ մի հատված ավարտվի շինաշխատանքների, հետո մեկնարկեն մյուս հատվածը, որոնք ամբողջ քաղաքում ինչ որ փոսեր են փորել, շինարարական ապա շնորհգործունեության հետևանք չի սա, եւ եթե այդպես է, հնարավոր է ԿՊ-ում որոշեն, օրինակ Տիգրան Աբինյանի հրաժարականը պահանջեն։ Փայլակ ջան, Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին մեքենաների թիվը, ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչու է աճել։ Որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը աճում է, մեքենաների թիվը աճում է, ունական հաշվարկներ, եթե ես չեմ սխալվում, որ այս 10 տարվա մեջ գրեթե կրկնապատկվել է Հայաստանում մեքենաների թիվը։ Դա նորմալ process է։ Բնականաբար դա բերում է խնդիրների, խցանումների, որը բոլորս էլ գիտենք դա, որ դրա մասին բոլորս գիտենք, նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետքա զբաղվի այդ խնդիրներով։ Դրան զուգահեռ այո, ինչ որ վերանորոգումներ կան, բայց դեկաներեք այդ վերանորոգումները այո, պետքա լինեն եւ անհարմարությունների պետքա։ Դե Ժորժ ջան, ես հիմա հիշում 6 ամսով քաղաքի ինչ որ մի հատված փակելը եւ կառուցելը դա կամ ամբողջ աշխարհում մենակ Հայաստանում է մեքենաների թիվը ավելանում։ Ժորժ ջան, թողեք պատասխանել։ Եվ բնականաբար վերանորոգումները ինչ որ անհարմարությունների կբերեն, պետքա այդ անհարմարություններին դիմանալ, բայց բացի վերանորոգումներից ակնհայտ որ խցանումների խնդիր կա եւ լուծումներ պետք են, այդ լուծումները հայտարարված են, որ պետքա հանրային տրանսպորտի համակարգը բարելավվի, պետքա ավելի շատ շարժակազմեր լինեն եւ այսպես շարունակ, գուցե գոտիավորման անհրաժեշտություն լինի։ Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում։ Դուք ասում եք ես խնդիրներ ունենում եմ տեղաշարժվելու, այնպես ինչպես բոլորը, այսինքն ես էլ մեքենայով գալիս եմ եւ եթե խցանում է լինում, ես ավանում եմ հիմա բնակվում մետրո չկա, բայց կարող եմ ձեր խաթր փորձել, չգիտեմ։ Չէ, իրոք իմ հարցի առաջի հատվածը մնաց։ Վերադառնալով առաջի հատվածին, ձեր հարցի առաջի հատվածը կներեք, բայց շատ ինչ որ խառը Լուսինե Բադալյանը երաբլուրում ծիծաղում է։ Դուք սխալ եք ասում, որովհետեւ չէ, դուք սխալ եք ասում, որովհետեւ երաբլուրում նախ ինչ ա եղել, երաբլուրի մուտքի մոտ կարող է ինչ որ ժպտացել է մեկի հետ խոսալով, բայց դուք հիմա բան եք, չեղած տեղից ինչ որ թեմա եք սակում, կամ ասում են ինչ որ ծամոլ ծամել
եք ասում, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ուզում եք ես մի հատ հերթով սկսեմ անդրադառնալ, թե որ լրագրողը որտեղ ծամոն ծամեց կամ ինչ ասեց։ Բայց ոնց որ թե քվեարկությունը հարց չտվեցի։ Խմբակցության տեխնացում որոշվեց, խմբակցության ներսում Ինչ ասեցի, կներեք։ Ասում եմ մարդիկ ազատ են աշխատանքից հետո անել այն ինչ որ ուզում են։ Բայց դուք էլ աշխատանքի ժամանակ դուք նկատում եմ դուք լրագրողները ձեր ամբողջության մեջ այնպես չի որ առանձնապես շատ մեծ տակտով եք աչքին գնում կներեք իհարկե եթե կարող եմ թույլ տալ գնահատել սա դուք պետք է պրոյեկտներ լրագրողների վրա պետք որովհետև շատ կարևոր է որ մարդը շատ կարևոր լրագրող դուք հիմա եք ընդհատում ինձ անընդհատ կողքից իրար հետ եք կռվում իրար հետ եք կռիվանում Ժուլակյանն ու Սրբույի Գայլյան իրար հերթ չտալով խոսում էին խմբակցության ղեկավարի տեխնացում որոշվեց երեք ուզում եմ հասկանալ սա խմբակցության ներսում պետք է դրվի քվեարկության որ հաստատվի տեխնացությունը որտեղ ինքը ազգային ժողովում չի եւ երբ է լինելու նիստերը երբ որ խմբակցությունը ձևավորվի որոշված քանի որ դուք համարում եք ոչ լեգիտիմ ընդդիմությանը ուզում եմ հասկանալ նաեւ ասում եք որ նույնիսկ կոնկրետ անձիկ կան որոնց նույնիսկ խորհրդարանում չեք ուզում տեսնել սա նշանակում է որ իշխանությունը արդեն ֆրակցիան որոշում ունի որ այն պաշտոնները որոնք կհասնեն ընդդիմությանը քվեարկությունները կտրեք իրենց Էդգար Ղազարյանը փոխնախագահի համար է շրջանառվում դե հիմա դուք գնահատեք ես չգիտեմ ինչ է շրջանառում ինչ չի շրջանառվում ես ասում եմ կոնկրետ այդ սուբյեկտի հետ կապված ես կարծում եմ որ մարդը որը հայ սակրավորի մահնացանկանում եւ դրա մասին խոսում է դա նորմալ չի որ այդ մարդը լինի падգամավոր դա նորմալ չի եւ ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը այդ գործում ես կարծում եմ դուք պետքա հարց տաք կալուգացի օլիգարխին եւ իր թիմակիցներին պետքա հարց տաք ասեք չեք ուզում հորդորեք որ մանդատը դնի որովհետեւ պրոբլեմա դա խնդիր է եւ բացի դրանից կալուգացի ասեցի հիշեցի Հիշում եք, չէ՞ որ իրանք խոստանում էին, որ հաջորդ վարչապետն է լինելու կալուգացին, որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ։ Ես խնդրում եմ ասեք, ինչ եղավ։ Ինչ Իրեն պահում եք տնային կալանքի մեջ չի կարող գնալ։ Չէր ասում, չէ՞ որ հունիսի այսօր ամսի քանիսն է, հունիսի 3-ն։ Հա, հուլիսի 3-ն է։ Ինքը չէր ասում, չէ՞ հուլիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու։ Ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար։ Լավ էլի, եկա։ Ես գնացի